Նախ կրկին անգամ ողջունելու ձեզ հեռուստախոհանոցի եթերում։ Այսօր ինչ-որ համեստ կերպարի մեջ, որովհետև լինում են, չէ, ասենք մարդիկ մի քիչ բոտ են հագնվում, դա լավ բառ է, Ես գնամ։ Դա լավ բառ է։ Ես գնամ, սա հակաեթերային է։ Հասմիկ ջան, բոս նշանակում է շեգձի։ Հովիկ, հիմա ինչ կմտածեն հեռուստադիտողները։ Նենց անկեղծ ես ասում այդ մասին ու շատ սովորական ոնց քո տանը անընդհատ այդ բառերն օգտագործվում են։ Պատկերացնում ես, աշխարհը այնքան զարգանա, գալուբոյներն էլ ավելանան, օրինակ, սևերը, սպիտակները, գալուբոյները։ Ցենց զինվորները այսպես կանգնած, ցենց պատկերացնում ես, սպասում են, որ արձակվեն սպիտակները կամ սևերը։ Գալուբոյները հիմնականում սպասում են։ Դու տեսել ես։ Այ դու զգուշացիր գալուբոյների հարցակումից։ Դու տեսել ես գալուբոյների գործիքը, որով որ հարցակվում են։ Երևի կապույտ, ինչ որ։ Կապույտ ռեզինե գործիքներով։ Շարունակում ենք հեռուստախոհանոցի, զանգ ունենք։ Ալո։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հեռուստախոհանոցն եմ։ Այո։ Հեռուստա ննջասենյակը կարելի է։ Տիգրան, հենց ճիշտ ասեք, մեկ-մեկ տենց թոնրատուն, նանար-մանար տանում եք, իջացնում եք թոնիր։ Անպայման։ Ոնց, նանար եք տանում։ Հովիկ, շարունակեք ինձ հետ էլի զրուցել։ Տիգրան, իսկ ձեզ մոտ օրինակ, որ հիմնականում որ պոպոկ ուտում եք, արտանում է այն ինչ որ դուք Հովիկ, դու գյուտարար ես։ 1000 տարի մենք այդ ամենը գիտենք։ Ոչ, ես գյուտ եմ։ Սոխը կտրատիր։ Գյուտերի մասին խոսենք, այո։ Այ, քեզ դու քո շրջապատում ճանաչում ես գյուտերին։ Գյուտարարներին։ Գյուտերին եւ գյուտարարներին, որտեղ գյուտերին պետք է գյուտարարներ, որպեսզի Հովիկ, գյուտ բառը ես առաջին անգամ եմ զգում։ Ես լսել եմ անգութ։ Գույքահարկ։ Գյուտարար։ Իսկ չի եղել, որ մեկ ինչ-որ վատ բան անի, ասես, այ ասենք կամ ինչ-որ։ Չէ։ Ալո, դուք եթերում եք։ Ալո։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ միշտ ձեզ տեսնելուց։ Հատկապես Հովիկ ջան դու, Ահա։ որ որոշակիորեն չափերը տանցնում ես, Ձեզ դա դուր է գալիս։ Իսկ Հասմիկ ջան մի նկատառում, որ դուք կարծես թե ոչ թե հեռուստախոհանոց եք վարում, այլ էրոտիկ ինչ-որ մի հաղորդում։ Ես փաստորեն։ Չէ, երկուսը։ Կատակները ես եմ անում։ Երկուսը։ Բայց ես ասեմ, Հասմիկն է դրդում ինձ, որպեսզի ես այդպեսի հումորներ անեմ։ Հովիկ ջան, երբեմն այնպիսի արտահայտություններ եք այդտեղ արտահայտում, որ նույնիսկ ես երեխային հանելին ցույց եմ տալիս այս հաղորդումը նայելու։ Օրինակ, ինչ վատ բան կա դրա մեջ։ Օրինակ, այդտեղ ինչ հաճելի բան կա, Հովիկ ջան, որ ինչ-որ հաղորդումներ լինեն դրանք։ Հասմիկի պահվածքը, որ ինքը շատ հանգիստ է նայում է ձեր արտահայտած յուրաքանչյուր դրան ձեր կարծիքով։ Ինչպես։ Ձեր կարծիքով ես դրան հանգիստ նայեցի։ Հա, համենայն դեպս հեռուստաէկրանից թվում է, որ այդպես եք դուք այստեղ կանգնած չեք իմ տեղում եւ չեք զգում այն, ինչ ես եմ զգում։ Ես ինձ շատ անհարմար եմ զգում։ Ես իմ տանը նստած ես զգում եմ, թե դա ինչ վատ վիճակ է, բայց ձեր արտահայտությունը դեմքի շատ բնավ է։ Ես չեմ կարող եթերում կռիվ անել Հովիկի հետ, դա արդեն եթերից հետո ես ինչ որ իրան ունեմ ասելու, ես ասում եմ։ Լավ, շնորհակալություն զանգի համար, տեսահոլովակ մենք դիտենք, որից հետո կշարունակենք։ Բոլոր կարծիքները մենք հաշվի ենք առնում։ Այո։ Ամեն դեպս, այո։ Այ, այս կնանիք են ինձ խանութում բռնացնում ու թուքում ուր տալի։ Հիմա հասկացեք, որ ես մեղք եմ Հով, իսկականից։ Բայց մենք բան չենք անում, հաս, իրականում։ Չէ, նայ, ինքը ճիշտ ասում, ասում է երեխես նայում, ու բառ է հնչում, ինքը նո ասեց եթերում, շատ վատ է, էլի, ես ասենք լիքը կկռվե իրա հետ։ Ես գիտեմ, որ ես ինձ չի վարքաբեկում, բայց իրանք կարծում են, որ դա ինձ վարքաբեկում է։ Բայց դու ներվայանում ես դրանից։ Մի քիչ հահով, որտեվ մեր ազգը նկատի ունենալով։ Լուրջ եմ ասում, մի քիչ հավաքվի։ Զանգեցին, կլնգեցին, ասոյին նոր։ Ինձ չէ, քեզ էլ ինձ էլ, ինչ ես մենակ իմ վրա գցում։ Ինչ որտեղ քո պատճառով ինձ Հով։ Ընդունում ես։ Բառ օգտագործեց եթերում, մի հատ կնոջ դա դուր չեկավ։ Այն չի պիտի սենց մարդկանց պատճառով իմ տրամը ընգնի օրինակ։ Բայց չի ընգնում քո տրամը։ Շատ ընգնում է, որտեվ ինքը իմ հեղինակության մասին է խոսում, եթերով։ Ամբողջ աշխարհը նայում է։ Ինքը քֆուր չի տալիս, ասում։ Հով ջան, ինքը եթերում քֆուր չի տալի։ Էս եթեր է։ Կյանքում նստենք, ինչքան քֆուր ուզում ես տանք իրար հետ։ Էդ է հարցը։
Պրոստը ինքը կզծրեց 10-ով 0 մեզ արեց այն բանի, որ ասաց երեխա ա նայում։ Ցերեկվա ժամա։ Լավ, всё։ Հիմա վաղվանից մի քիչ հավաք, մի ամիս ա մնացել, գոնե բառը չօգտագործենք եթե։ Շարունակվում է հեռուստախոհանոց ծրագիրը, այո, ես Հասմիկի հետ մենք գովազդի ընթացքում խոսեցինք, որ իրոք ճիշտ է ասում, հեռուստադիտողը չէ, Հասմիկ ջան, եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, հեռուստախոհանոցը կդառնա բանոց, այլ ոչ թե հեռուստախոհանոց։ Գոնե ասա հեռուստա ննջասենյակ, մի ասա հեռուստա։ Ինձ հետաքրքիր չի։ Ես ստիպված եմ հանդուրժում։ Լավ, հեռուստադիտողները պետք է լինեն ներողամիտ եւ շարունակում ենք։ Ունենք զանգ, ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ներկանամ, իմ անունը Աննա է, ես լրագրող եմ։ Ահա։ 15 րոպե արդեն դիտում եմ ձեր հաղորդումը, ես չգիտեմ ինչ մտածեմ։ Մենք նույն թեմայից ենք խոսալու, հա, ես ինչքան հասկացա։ Նույն թեմայից ենք խոսալու, ես ընդունում եմ նախորդ հեռուստադիտողի դիտողությունը եւ ես մի քիչ ավելի լուրջ եմ մոտենում այս հարցին։ Ինքս լրագրող լինելով ամեն դեպքում երբևէ նման բան եթերում ես չեմ տեսել։ Սա անտանելի է։ Ու առավել եւս խոհանոց ու առավոտյան ժամը 12:01-ին։ Ամեն դեպքում դա կատակ է, շնորհակալություն պետք չի ասել դրա համար։ Ես ոչ թե նկատողություն, դա հայտարարություն է պարզապես։ Ես պատրաստում եմ այս թեմայով գրել։ Մենք ունենք լեզվի տեսչություն, հաստատ այնտեղից դիտում են ձեր հաղորդումը եւ ամեն մենք լեզվի տեսչության տնօրենները շատ լավ գիտենք, այնպես որ նորմալ է։ Հովիկ ջան, եթե ձեզ համար դա նորմալ է, եթերի համար դա շատ աննորմալ է։ Դուք շատ վատ բառեր եք օգտագործում եւ Հասմիկ ջան, ես ամեն դեպքում ձեզ շատ հարգում եմ որպես երգչուհի։ Ես չգիտեմ հետո կհարգեմ թե չէ, դուք չգիտեմ ձեր խոհանոցը ինչ եք դարձրել։ Ես ասած երկրորդը երրորդ Լավ, Հովիկ հետ խոսեք, որտեվ մեծ մասը իրար է։ Ես ձեր հետ եմ խոսելու, Հասմիկ, Հովիկը տղամարդ է։ Ես ձեր հետ եմ, խոհանոցը ձեր գործը, առաջ անգամ տղամարդու իրավունքները ոնց որ հարգվեց եւ ամեն դեպքում ես պատրաստում եմ հոդված գրել։ Գրեք։ Հաստատ դուք սրա արձագանքները կտեսնեք եւ ես ինքս պետք է այցելեմ Արմենիա հեռուստաընկերություն։ Ես չգիտեմ ձեր ղեկավարությունը դիտում է այս հաղորդումը թե չէ, հաստատ սրա արձագանքները դուք կլսեք։ Հետո ես որ Ոչ բոլորի կարծիքով։ Կա հեռուստադիտողը մեզ հետ։ Որ իմանայինք որ թերթներ, որ Մենք ուշադիր կլինենք եւ հոդվածը կկարդանք, խնդիր չկա։ Այո, տուալետի թուղթ չենք կարդում, ոնց որ այդ թերթները հենց կօգտագործենք։ Ինչ դու թերթով չես օգտագործել երբեք տուալետը։ Հովիկ ջան, ճաշը արդեն պատրաստ։ Այո, իսկ մենք կդիտենք գովազդ, որից հետո կշարունակենք։ Դու թերթ չես օգտագործել տուալետը։ Ոչ։ Չես ճմրտես հենց։ Լավ։ Այսօր ես ինչ վատ է։ Ես եմ որ արդեն ուզում եմ գնամ տուն։ Բայց դու էլ ինչի ասեցիր տուալետի թուղթ։ Դու թշնամի ես քեզ հիմա բանանում, վաստակում։ Էսա թերթերով գնալու է։ Թող գրեն։ Ո՞վ է թերթ կարդում հիմա։ Ո՞վ է թերթ կարդում։ Տեսար բալա, որ ես ճիշտ էի ասում։ Այսքան ամիսներ որ էշ եմ զռում, մի բան։ Բայց մենք բարի լույսի ժամանակ ինչքան բաներ ենք, ինչի տենց բան չի լինում։ Գիտես ինչի, որտեվ իրա հետ աղջիկ ա վարում ծրագիրը, իսկ բարի լույսը տղեկով են իրանք։ Всё, ես աղջիկ եմ, ես իրավունք չունեմ այս ֆորմատի մեջ դեմ, ուրեմն կամ էլ պետք է այսպես բաներ խոսան։ Լավ, ոչ, հիմա պետք չի հետ նահանջել։ Պետք չի ցույց տալ, որ վախեցանք։ Հա չէ։ Շարունակում ենք հեռուստախոհանոց ծրագիրը, մեր ծրագիրը ոտից գլուխ, տեսելի, ինչ նորմալ Ես բառ։ պետք է բուժվել հով, ես արդեն կմտածեմ այդ մասին։ Նույնիսկ Ես կհոգամ քո բուժման մասին։ Մեր հաղորդումը ոտից գլուխ 30 րոպե, դրա համար մենք ոնց որ արդեն մոտենում ենք եզրափակմանը մեր հաղորդման Լեդի Լիանի գեղեցկության սրահ, այնտեղ կատարվում է էպիլյացիա, աղջիկները կարող են սափրվել բառի զգոն իմաստով։ Մի խոսքով, բարի սափրում այսպես աղջիկներին, Միլորա ձեթը, Միլոր, ահա այս ձեթը բեր մի հատ օպերատոր։ Գիտես ուր է տանում այս ձեթերը։ Մեր օպերատորը սիրում է էրոտիկ ֆիլմերում տեսել է, որ ձեթ են օգտագործում, անընդհատ բան, այնտեղ տեսնում ես այդից բաներ կասում։ Շնորհակալ ենք, ոնց որ հովանավորները շատանում են, ոնց որ դառնում է հովանավորակ այս ծրագիրը եւ
Արի ցույց տանք, թե ինչ Արգելոջ տատոներ, ահա, մեր ոսպով բրնձով պատրաստած է, բարի ախորժակ, մնացեք լավ, կհանդիպենք վաղը, ավել պակասի համար էլ կներեք։ Բրատ ինչ, լավ, ինչ, ոնց էր ինչ։ Բրատ, եթե նահանջենք շատ վատ Ես էլ չեմ վարում հեռուստախոհանը։ Հով, այդ նահանջել չի, ցավը տանեմ, հիմա ես էլ չեմ ուզում խոսքի վարեմ այս քանցին։ Լավ, դե ոչինչ, բան չկար այդ կունշում է։ Հով, ավելի դու ներվայնացար ու մուրըտ սենց հանեցիր, բայց չպիտի սենց մուրըտ հանեիր։ Եթե չխոսենք ավելի վատ կներ, կասեին սրանք բան Չէ, տսիկ դու արդեն դարձրիր, գիտես ինչ, էս, պ**նո, որտև էս արդեն չապից դուս ա հով։ Նորմալ է։ Հով նորմալ չի սա։ Նորմալ է։ Հովանավրա բառը նորմալ չի եթերում։ Ուզորներ։ Դու հասկանում ես դու ինչ ես անում, հիմա ինչ արեցիր գոնե։ Ազիզ նորմալ է։ Հով ջան, քո համար կարող է ցավը տան, իմ համար նորմալ չի։ Հոդված գրելը որն է, ինչ անշանակում հոդված գրեմ։ Ինչ ասում, ինչ հոդված։ Ինքը իրավունք չունի հոդված։ Իրավունք չունի։ Տենց, իրավունք չունի։ Թող չնայի ծրագիրը։ Ցավ բանա։ Երեշտակ են, քֆուր չեն տալի, քֆուր չեք տալի, տալիս եք քֆուր, չէ։ Խոսում եք։ Հովո, եթերում քֆուր են տալի մարդիկ։ Ես քֆուր չեմ տվել եթեր։ Եթերում։ Բառը դա նորմալ բառ է։ Բոլորները օգտագործում են։ Հովանախում եք բարբարի, բայց ուլ տալովից անընդհատ փողոցում եք Փաշինյանները Չէ, այսօր իմ դաբիտներ, հովո։ Դեբյուտներ։ No, ես չեմ վարելու հեռուստա։ Յա, վերի մի սկսի, մի իմանալ։ Կներես, ես չեմ ուզում էլ վարել։ Լսի, կարելի է էրոտիկան հանել այս ծրագրից։ Բառը, նորմալ բառը դա։ Բառը նորմալ բառ չի։ SMS եկել է քեզ վատ։ Հələ որ չէ։ Չի եկել, չէ։ Всё։ Չեն նայում ճանոց։ SMS գրեմ, Միշտ նայում են, այսօր չեն նայում։ ասոյին SMS-ա գրեմ։ Տղուն ավելի վատ է։ Ես որ ասում էի հովո, այս ծրագիրը իմ ռեյտինգի վրա վատով ազդելու է։ Ազդել է ուրեմն իմաց, այսքան վաղ չեմ Չի ազդել, չի ազդել։ Ազդել է հովո։ Ազդել է, իրա, ազդել է։ Ես եմ որ ազդել է։ Ինչ են ասում։ Ասում եմ որ այն կերպարը որ քո շատ վատ է, մենչը, մեկ։ Հա։ Ասում ես, այս մեկ, ես ասա որ ես։ Ասո, դու չես ասում, չես ասում։ Мы бандиты, мы кассету, пистолеты. Եվ դեպապես ես եթերը գովազդա քը եղա, ես նայք նայք։ Գովազդի մանեջանը կլիպի ժամանակ։ Բողը նորմալ է, նորմալ Ես այն որ մամաջան, արդեն այն որ պապայից ներքն է պատկերացնում, լամպում ինձ ինչ են ասել։ Բայց